Շատ կարևոր է արձանագրել, որ ազգային բարոյար Սամվել Կարապետյանը իր ամբողջ կարգավիճակի իրավունքի օրինականության հետ դա կասած կլինի թե հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությանը և նրա մշակույթի և գործունեության լայնմանը, այդ թվում նաև օգնել է հազարավոր, եթե չասեմ 100,000-ավոր հայերի։ Շատ կարևոր է արձանագրել, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը բացարձակ կապ չունի իրավունքի օրինականության հետ։ Սա միայն ռեպրեսիվ և հայերին առհասարակ զրկելու իրենց ազգային արժեքներից գործողություն է, ոչ այլ ինչ։ Շատ կարևոր է նաև արձանագրել, որ այսօր Սամվել Կարապետյանի դեմ տարվող ապօրինի դատավարությունը մեծ խանդավառությամբ է ընկալվում ադրբեջանական տեղեկատվական դաշտում։ Ընդգծվում է, որ հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ տարվող այս իշխանությունների պայքարը կարող է կանխել ըստ մեր թշնամական տեղեկատվական դաշտի Սամվել Կարապետյանը իր լայն հնարավորություններով և կապերով։ Սակայն այս իշխանությունները շարունակում են կալանքի տակ պահել ընդամենը 37 վայրկյան տեքստի համար, որտեղ բացարձակ ոչինչ չկա, որով կարող է կալանավորել որևէ անձի։ Մեր ձևով արտահայտությունը կարելի է դիտարկել հայեցի ձևով, ազգային արժեքների պաշտպանության ձևով, բայց ոչ այն ձևով, ինչպես որ իրենք պատկերացնում են, որովհետև Սամվել Կարապետյանը երբեք որևէ պարագայում դուր չի եկել իր պետության դեմ, ընդհակառակը ընդգծված միշտ պաշտպանել է մեր ազգային շահը տարբեր երկրներում։